Եթերում թերթելով պատմության էջերը հաղորդաշարի 45-րդ թողարկումն է։ Բարև ձեզ։ 94-ի գարունը արդեն մտել էր իր իրավունքների մեջ, սակայն շարունակվող պատերազմը փչացնում էր գարնանային տրամադրությունը։ Եվ զինվորները դեռ կոնկրետ չգիտեին, թե ինչքան կտևի այդ դաժան պատերազմը։ Բայց կարծես թե նրանք զգում էին դրա մոտալուտ ավարտը, զգում էին, որ յուրաքանչյուր ժամը մոտեցնում է այդ բաղձալի օրը։ Հաղորդումը, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, այն նույն ժամանակներում պատրաստել են իմ գործընկերներ Նիկոլայ Բաղդասարյանը և Բենիկ Ղարախանյանը։ Հաջողությունը միշտ էլ կլինի։ Առաջին այդ պաշտպանել իր հողը։ Իսկական ծերան հողը։ Դրա համար էլ վախը այստեղ երկրորդ պլանի է, ոնց որ անցակենում էլ է։ Հենց արդեն պրծլում է։ Ադրբեջանի մեջքը արդեն կոտրվող է։ Մենք պիտի վրեժը առնենք այդ թուրք ավազակներից։ Թռիչքի համար են ծնվել արծիվները, բարձունքից աշխարհին նայելու համար, հպարտ են ու վեհ, ինչպես հնամյա մերլերները, նրանք իրենց բնական պահանջմունքներից ավելին ունենալու ցանկություն չունեն, բայց երբ փորձում են ընդհատել նրանց թռիչքը, կամ չար մի դիտավորությամբ դարանակալում են ժայռաձերբերում հյուսած բույնի մոտ, երբ խլել են ուզում ազատությունը, նրանք արդեն ցույց են տալիս իրենց թևերի թափն ու մագիլների զորությունը։ Այդպես փորձեցին նաև մեր խմբը, ու մեր բազկի ուժը, որպես երկնային պատիժ, իջավ նորաթուխ թուրք ասիարների գլխին։ Ու նաև հասկացանք, որ բռունցքվել է պետք, ու դարձանք գնդեր։ Մենք չէինք ուզում հավատալ։ Մինչև տեսանք, որ կան մարդու կերպարանքով այնպիսի հրեշներ, ովքեր հաճույք են ստանում տանջամահ անելու համար։ Ու ստիպեցինք մեզ մարդ սպանել։ Մենք մեր գերիներից ուրիշ փրկագին չենք պահանջում, բացի իրենց պարտված ճանաչելու մասին բարձրաձայն արված հայտարարությունից։ Բայց բանականությունը մեկ ընդմիշտ լքել է նրանց, ու պատերազմի հրդեհը նոր ծավալներ է ստանում։ Մինչև երբ և որտեղ։ Ադրբեջանի ղեկավարությունը դրանից դաս կառնի, թե էլի կշարունակի կռվելը։ Դե գիտեք, դասը այն ժամանակ կառնի դասը, որ մինչև Բաքու հասնենք։ Մեծ ցանկություններ ես ասնելու, առավոտը մի բաշիր բերդան տվել մակրեն, գնանք ընդերից էլ, կուզենայի ընդերից էլ ես ձեզ հետ խոսեմ, մեր տղաների հետ միասին։ Ճակատային գծի հյուսիս-արևելյան հատված, Սալահլի, Քենգերլի, Փափրավանդ, լեզուտ բերանումդ մի քանի տեղից հանգուցվում, կշկրվում է, մինչև արտաբերում ես այս յուղերի անունները, ու տղաները դիրքերի համարներով են թվագրում դրանք, 26-րդ, 11-րդ, 13-րդ, ավելի քան 10 կիլոմետր ձգվող այդ հատվածը վերահսկում է Շուշվա գունդը։ Իդեպ գունդը կազմավորվել է 92-ի հաղթական մայիսից քիչ առաջ, կռվել ճակատային գծի գրեթե բոլոր հատվածներում, Սարիբաբայից մինչև Խցաբերդ, Ֆիզուլուս մինչև Մարտակերտ։ Մեր նկարահանման օրը գնդի ամփոփող հրամանատարին Վաչագան Իշխանյանին այստեղ չհանդիպեցինք, նա մեկ Շուշիում է, մեկ առաջին գծում, տարբեր դիրքերում։ Բայց այստեղ էր հրամանատարական կազմը ամբողջությամբ, գնդի շտաբի պետ Սերգեյ Բեկլարյանը, գնդի հրամանատարի տեղակալ Միքայել Գաբրիելյանը, գումարտակի հրամանատարներ Վլադիմիր Կասյանը, Սամվել Հարությունյանը, Վլադիմիր Ավակյանը։ Մեր պաշտպանության բանակի հուժկու հարվածներով Օմարի Լեռնանցքի գրավումն էր պատճառը, թե մեկ այլ բան, այդ օրը ռազմաճակատի այս հատվածում հարաբերական անդոր էր։ Բայց միանգամայն այլ էր պատկերը 1-2 շաբաթ առաջ։ Նախահարձակ թշնամին մեծականակ զոհերի գնով անգամ ձգտում էր ճեղքել մեր պաշտպանության գիծը, այդ հատվածում գործում էր ազերիների 6-7 գումարտակ, որոնք մշտապես համալրվում էին նոր ուժերով ու տեխնիկայով։
Սակայն հանդիպելով մեր տղաների ամուր պատնեշին, ձախողվեցին նրա բոլոր ձեռնարկումները։ Մեր գնդի տղաները մասսայական հերոսություն, անօրինակ սխրանքներ կատարեցին։ Թշնամու տանկերի ու հետևակի մարտական մեքենաների անընդհատ գրոհներն անգամ իզորու չէին սասանելու Շուշվա ու Քարինտակի, Բերթաձորի, Հին Շենի արծիվների անկոտրում կամքն ու համառությունը։ Միայն հունվարի երկրորդ կեսին շարքից հանվեցին ադրբեջանական 9 տանկ ու հետևակի 1 մարտական մեքենա։ Դրանից 4-ը բաժին ընկավ տանկային այն անձնակազմին, որի նշանառուն Անդրեյ Մելքումովն էր։ Այդ օրերին բոլորին ցնցեցին հենց այս դիրքերի ուղղությամբ ծավալված մարտերի մանրամասները։ Ադրբեջանական 3 տանկ գրեթե հասել էին մեր խրամատի մատույցներին, պահը կրիտիկական էր, եւ շարքային Նորիկ Գրիգորյանը նռնակներով զինված խոյացավ դեպի թշնամին։ Ասես ժամանակը կանգ առավ։ Բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչ ավարտ կունենա դեպի հերոսացում գնացող Արցախցի քաջորդու եւ Պողպատի հաս շերտի տակ թաքնված թուրքերի մենամարտը։ Ու տանկերը հետ փախան։ Նորիկը չհասցրեց նետել նռնակները։ Բայց ավաղ մի քանի քայլից հետո պայթեց ականը ու ծանր վիրավորվեց զինվորը։ Նրան հասցրին հոսպիտալ։ Բժիշկների ամենահաս ձեռքը փրկեց Նորիկի կյանքը։ Այսօր նա բուժվում է Երևանում։ Այո, մեր տղաների անձնական սխրանքը ոգևորում է բոլորին։ Ահագին հաջողություններ էինք հասել, ահագին։ Ես կասեի, եթե դիտողները իմանան, որտեղից ենք հիմա խոսում, դա առնվազը 25 կիլոմետր, այն ժամանակից մինչև հիմա իջել ենք ներքև։ Ներքև արդեն բան չկա, Ադրբեջան չկա, կարելի ասած։ Պատահում է թշնամին էլ երբեմն բարի խորհուրդ է տալիս իր արարքով վարվելացևով։ Այս տղաները պատմում են, թե երբեք չեն տեսել, որ ազերին օգնի իր վիրավոր ընկերոջը կամ փորձի նրան հանել վտանգավոր գոտուց։ Դրա փոխարեն, երբ լսում են մեր հաղթական ուռան, խելացնոր արագության փախուստի են դիմում, մարտադաշտում թողնելով ամեն ինչ՝ տանկը, թնդանոթը, ավտոմատը, գդակը։ Ասվածի հակառակը չէ արդյոք մեր զինվորների հաջողության գաղտնիքներից մեկը, նրանց միաբանությունը, իսկական ընկերությունը, մեկը մյուսին թիկունք կանգնելը։ Եվ այսպես քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, յուրաքանչյուրի սրտին ու հոգուն իշխում է անսխալմի գաղափար։ Շատության մեջ չեն հաղթանակի սերմերը, այլ համախմբվածության, անձնազոհության մեջ։ Հոխորտանքը հատուկ է նրանց, ովքեր ամեն քայլափոխում խաբում են սեփական ժողովրդին, սեփական մեղքերը թաքցնելու համար։ Իսկ մենք այլևս այն չենք։ Գիտենք պատերազմի ու խաղաղության գինը։ Այն մեր սեփական արյանն է համազոր։ Գիտենք, որ ցանկացած բահին մեր ապահովության միակ երաշխիքը մշտական մեր զգոնությունն է։ Մեր հզորության ավելցուկը երբեք մեզ չի խանգարի։ Ինչ կցանկանայիր հենց հիմա, այս րոպեին։ Խաղաղություն։ Ամենից մեծ բանը խաղաղություն։ Ու հաղթանակ։ Լիակատար հաղթանակ։ Ու ամեն ձևի։ Եվ բարոյապես, եւ ֆիզիկապես, եւ տնտեսապես, ամեն ձևի հաղթանակ ցանկանայի մեր ժողովրդին ու խաղաղություն։ Իսկ օրն այստեղ իր մայրամուտն է ապրում։ Աստիճանաբար գույները թանձրանում են, շրջապատը պարուրում սև շղարշով։ Եվ ավելի է մեծանում լեռներից իջած մեր արծիվ տղաների զգոնությունը։ Իսկ այս կադրերը նկարահանվել են մոտ 1 ամիս հետո եւ դարձյալ պատմում են Շուշիի գնդի մասին։
Давай лох аккуратный հասկացիկ էս լոխ, ինչ է կատարվում։ У любой момент էլ է կարին, մուք միշտ պատահաստի։ Հասկանալի է լոխչին։ Վեր պատահաստինի կոխն տլան Вторую линию посмотришь, и весь этот район. Ապրիլի 12-ին մենք տեղեկացանք, որ մերոնք ազատագրել են Մատաղիս գյուղը և պատրաստվում են գրոհել Թալիշը։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց մեքենա հայթայթել ու մեկնել մեծ շեն, որտեղից էլ Մատաղիս, ապա, սակայն ավելի լավ է դիտենք մեր պատրաստած հաղորդումը։ Մինչ ապրիլի 13-ը ես Մատաղիսում ընդհանրապես չէի եղել։ Մոտ 2 ամիս առաջ օպերատոր Արթուր Ներսյանի հետ գյուղը դիտել ենք Տոնաշենի և Հակոբ Կամարու բարձունքներից, բայց ցած չենք իջել, որովհետև այնտեղ թուրքերն էին։ Եվ ահա տեղեկանալով, որ Մատաղիսն ազատագրված է, այս անգամ օպերատոր Բենյամին Ղարախանյանի հետ շտապեցինք լինել այնտեղ։ Զառիվարը կտրում ենք նկարահանելով, քանզի հնարավոր չէ անտարբեր մնալ այդ գեղեցիկ տեսարանների նկատմամբ։ Ճանապարհին մեզ հանդիպած այն զորամասի հրամանատարը մի քանի խոսքով պատմեց այն կատաղի մարտերի մասին, որ ծավալվել էին գյուղն ազատագրելու ժամանակ։ Իսկ երբ արդեն նկարահանումներ էինք կատարում գյուղում, հիշեցի պատանի բանաստեղծ Գեգամ Աղաջանյանի սրտաբուխ տողերը, որ նա նվիրել է հայրենի բնօրանին։ Իսկապես գեղեցիկ գյուղ է Մատաղիսը, և թուրքը աչքը տնկել էր նրա վրա։ Ու եթե հիմնահատակ չի արել, ապա միայն այն պատճառով, որ միտք ուներ բնակվել այնտեղ։ Շայնին ես գիտեմ դեռ խաղաղ ժամանակներից, ու տեսնելով նրան այստեղ, խնդրեցի պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին։ Շայն, ես գիտեմ դու Չայլու գյուղից ես, Չայլուն դեռ թուրքերի ձեռքին է, բայց հիմա մենք այս զրույցը տեղի է ունենում Մատաղիս գյուղում։ Դու մասնակցել ես Մատաղիսի գրավմանը, առջևում Չայլուն է։ Ինչ զգացում ես ապրել, երբ մտել ես Մատաղիս։ Երբ որ ես մտել եմ Խանաշանից բարձունքից 15 կիլոմետր հեռավորության վրա, այդ օրը շարժվել ենք դեպի Մատաղիս, իմ առաջադրանքս այդ է եղել, որ այդ նույն օրը հասնեմ ես իմ նպատակին։ Հասնենք եւ վերցնենք Մատաղիսը, նույնպես է Ղահլար տեղամաս։ Եվ վերցրենք հասանք մեր արդյունքի։ Ես շատ ուրախ եմ, որ մնացել է ընդամենը 6 կիլոմետր Մատաղիսից, որ մտնեմ իմ հարազատ գյուղը Չայլուն, դեռ շտով կլինի։ Սպասում եմ, որ այդ շտով մեր գյուղը կազատագրենք։ Հետո որ մտնես քո գյուղը եւ տեսնես տունդ հանկարծ ավերված, թուրքերը հավանաբար ավերել են, կարող է դու դրանից հուսահատվես, թևաթափվես, թե պիտի ապրենք ու հաստատվենք մեր հողի վրա։ Ես ոչ մի ժամանակ չեմ հուսաթափվում, ես չեմ հուսաթափի, նրա համար որ ես ներկա մենտում իմ աչքի դեմը տուն չի գալիս, որ տունս կարող է թուրքերը վարածել, վարաշելնել, ես այն եմ ուզում, որ ես հասնեմ իմ նպատակին, մեր հողը, մեր գյուղը, նորից վերականգնենք մեր ժողովուրդը, նորից վերադառնալ իրենց հարազատ հողերում ապրել։ Արտահայտվելու ցանկություն հայտնեցին նաև ջրամբարտակը հսկող ազատամարտիկները, որոնք հասունանում են ոչ թե տարիներով, այլ օրերով։ Մեր սաղի տունը ստեղից է սկսվում, պետք է պայքարենք մեր հայության համար, մեր հողի ջրի համար, ամեն ինչ լավն է։ Շատ ուրախ զգացումներ ա, տենց էլ պիտի լինի թշնամին պիտի հետ բրդվի։ Մեր միայն նպատակն այն է, որ մենք հայերս միաբուր լինենք ու ազատագրենք մեր հողերը ու պաշտպանենք մեր հողերը։ Եթե մենք այսօրվա դրությամբ Ղարաբաղը թողենք,
ուրեմն մենք էլ Հայաստան էլ չենք ունենա։ Տոկսանողները չանհանգստանան, մենք ստեենք, մենք մեր պարտն ենք կատարում, ընկերներն ով որ ստե չեն թոնային իրանք է գան, պետք է մեր պարտ գնա, մեր հողնա, մեր հայրենիքն է, հետը։ Դե մենք ստեղ ենք, թող մեր ծնողներն էլ էլի հանգիստ լնեն, մենք ստե շատ լավ ենք մենք զգում, նենց բարևում ենք, մեր ընկերուհիներին էլ, ամեն ինչին էլ։ Դե ինչ ասեմ, ես է տնեց ոնց համբերություն, լավ կլնի, կնդակը քաջից վախենում, բանել չի լինի, դու սաղել գան, չվախենան։ Մեր նկարահանումների ժամանակ հակառակորդի հրետանու արձակած արկերը պայթում էին նաև գյուղում, ջրի մեջ, որովհետև Մարտերը այս կողմերում դեռ շարունակվում են, թշնամին ամեն կերպ ձգտում է ետ վերցնել այս դիրքերը, որոնք մերոնք գրավել են բոլորովին վերջերս։ Հիմա մարտերն ընթանում են Թալիշի ուղղությամբ։ Այդ օրը մեզ չհաջողվեց գնալ դիրքեր, եւ մենք վերադարձանք թիկունք, եթե կարելի է այսպես ասել, ու եղանք դաշտային հոսպիտալում, որտեղ բարեբախտաբար շատ վիրավորներ չկային։ Այստեղ էլ հանդիպեցի իմ բարեկամին, որի հետ ծանոթացել էի նախորդ հայցի ժամանակ եւ միասին գնացել դիրքերը։ Ու թեև վիրավոր էր եւ ցավ էր քաշում, համաձայնեց պատասխանել իմ հարցերին։ Իդեպ անցած անգամ հրաժարվել էր։ Հիշում եք, փետրվարին մենք մատաղիսը դիտում ենք բարձունքից, ձեզ հաջողվեց ցածիչն։ Հաջողվեց։ Տեսել եք մատաղիսը գյուղը ներքևից, հա։ Որտեղից էր այն ավելի գեղեցիկ։ Երևակայի վերևից ավելի գեղեցիկ էր։ Ներսից ոնց որ գյուղն էլ մենակ պարապլատինայից նայելով ջուրը։ Ջրի խշշոցը բան, գեղեցիկ։ Իսկ երբ գյուղ մտաք, ինչ ապրեցիք։ Կարող եմ ես ասել ինչ ապրեցի։ Երևի խոսքերով չկարողանամ ասել։ Դուք մասնակցել եք բազմաթիվ գյուղերի ազատագրմանը, ամեն գյուղ մտել եք առաջին անգամ ու առաջին անգամ մտնելը միշտ իր հետ բերում է այն զգացումները, որ ոչինչ հետ փոխել չեք կարող։ Կեսվեք ձեր տպավորությամբ։ Ամեն անգամ էլ մտնելով նոր գյուղ առաջի անգամ հիշում եմ ինչքան կուրախանայի այդ մոտակապերը մեր նախնին ինչքան կուրախանայի իմանալով որ այդ արդեն ազատագրված գյուղը որ այդ գյուղն արդեն հայկական առաջին հերթին այդ երկրորդ հերթին ինչքան կուրախանային են տղերքը որ չհասա մինչև այդ գյուղը չտեսան այդ գյուղը ազատագրված Հիմա վիրավոր պարկած եք, ինչ կուզենայիք առաջին հերթին։ Առաջին հերթին մեր տղերքին հաջողվեց, որ հիմա կռվում են, հենց հիմա կռվում է, եթե լսում եք, հրացիայով, առաջ են գնում։ Առաջին հերթին դա ուրիշ ոչ։ Ապաքինվեք, պիտի գնաք տուն, թե։ Ինչ տուն։ Տուն գնալու մասին խոսքել չի լինելու։ Իսկ երբ պիտի գնաք տուն։ Երբ որ վերջացնենք գործը։ Իսկ այդ գործը երբ կվերջանա ով իր։ Մինչև լրիչով վերջացնենք գործը, մինչև ծնկիչ բերենք թշնամուն ինչ տուն գնալու Ես մարտեր են ընթանում եւ դուք լսում եք դա ընդունիչով պարկած տեղում դուք ձեզ ինչպես եք զգում, երբ հիմա նրանց կողքին չեք, տղերքի հետ չեք։ Շատ հաճախ մոռանում եմ, որ վիրավորված եմ, ուզում եմ վերքին հովացնեմ տղերքին։ Այդ ինձ եմ զգում, բայց հետո առաջի շարժումից հետո զգում եմ, որ չեմ կարող։ 45 մեխակը կապի մեջ է, 45։ Ասա ոնց է գործերը, լավ է թմեն առաջ, եթան որ վացկե զարմանան սաղ եբջիրը։ Էգա, սելը լսում ես։ Երեկոյան հայտնի դարձավ, որ մերոնք բավականին առաջ են շարժվել եւ ընդհուպ մոտեցել Թալիշին, իսկ հաջորդ օրվա առաջադրանքն էր ազատագրել գյուղը։ Եվ երբ մենք տղերքի հետ վաղ առավոտյան ոտքով երկար ճանապարհ կտրելուց հետո բարձրացանք դիրքերը, մեր դիմացը Թալիշն էր, Արցախի ամենախոշոր եւ երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը։ Բազմաթիվ անգամ ես եղել եմ այս գյուղում, նրանով հիացել հորեկավանքի բարձունքից, սակայն ոչ մի անգամ այն ինձ այնքան սրտամոտ չի եղել, որքան այժմ։
Երևի ճիշտ է, որ կորցնելուց հետո ավելի է զգում քաղցրությունը։ Իսկ ինչ է մտածում թալիսցիներն այսօր, երբ գյուղն արդեն ազատագրված է։ Պետք է շուտ վերադառնալ ու տեր կանգնել հողին։ Հակառակ դեպքում անիմաստ է թվում հեղված արյունը։ Իսկ յուրաքանչյուր թիս հողի համար իսկապես արյուն է հեղվում։ Այդ է պատճառը, որ մենք այնքան սիրում ենք մեր հողը, այլապես այս տղաներն այստեղ ինչ գործ ունեն։ Իսկ տղերքը պատվով կատարեցին իրենց գործը, փառք նրան։ Մենք ոչ Երևանը գալիս է ասպեկումները, գալի ասպեկումները։ Դի արդեն ճիշտ է։ Аккумуляторы БРМС. Аккумуляторы. А что это? Пожалуйста. Yüksek. O, Turin, o.
Ալիշկա հոմոն։ Ասիկ դրանց։ Ինչ աշխատես, արած բանալ բացի։ Ազայս կդակտան անի վրա ինչ։ Դեկիլը մենեդի։ Ավայ, ո՞նց կնապ։ Ando Levine, ando. Hobo Levine, hobo. Hobo Levine, hobo. Hobo Levine. Kes artileyen bir bana konflik işler. Mesela bu sahne artık ne istiyorsun? Sırpet habersin. Ne istiyorsun? Ando Levine, ando. Hayır ben speaker bankası. Lütfen böyle bir snap speaker verirsen daha sır lütfen gönderin. Давай, зробіть мені. Մոտորապես ժամը 18-ին հայոց արտամարտիկները գրավեցին Շնամուլիս փողոցյան տակ գտնվող բոլոր բարձունքները եւ մոտ 2 տարի գերության մեջ գտնվող Թալիշը ազատ շունչ տաշեց։ Սակայն հրամանատարությունը գիտեց, որ ամենայն հավանականությամբ հակառակորդը հաջորդ օրը Մուսադեմին հակագրող է ձեռնարկելու։ Ահա թե ինչու անհրաժեշտ էր ուժեղացնել պահակակետերը։ Եվ իսկապես առավոտյան Շնամին մեծ ուժերով նետվեց գրոհի, սակայն ստանալով ուժգու հարվածներ, մարտադաշտում թողնելով բազմաթիվ դիակներ, ստիպված ետ քաշվեց։ Այնպես որ Թալիշը ամբողջովին վերահսկվում է հայ ազատամարտիկների կողմից։ Բայց այնպես աշխարհություններն այստեղ դեռ խաղաղ չեն, ինչպես խաղաղ չեն նաև մայրամուտները։ Իսկական խաղաղություն կիջնի միայն այն ժամանակ, երբ ազատագրվեն մետողերը, եւ Շնամին ստիպված կլինի հաշտվել իրողության հետ։ Թվում է հեռու չէ այդ օրը։ Համենայն դեպս յուրաքանչյուր հաջողություն էլ ավելի է մոտեցնում այն։ Հավելեմ, որ արդեն իջնում էր երեկոն եւ այլևս հնարավոր չէր նկարահանել։ Ասենք տեսախցիկի մարտկոցներն էլ էին սպառվելու վրա եւ տղերքին հետևելն անիմաստ էր։ Եվ մի պահ ես ու Բենիկը նկատեցինք, որ բարձունքի վրա մնացել ենք երկուսով։ Տարվելով մարտով, գումարտակի հրամանատար Լևոնը մոռացել էր մեզ ու գնացել առաջ։ Ոչ ընդունիչ ունեինք, ոչ զենք ու իսկապես մնացել էինք շիվար։ Ինչ անել։ Ի վերջո որոշեցինք վերադառնալ մեր եկած ճամփով դեպի Մատաղիս, մոռանալով, որ Չայլուից, որը գտնվում էր ազերիների վերահսկողության տակ, մեզ կարող էին նկատել։ Եվ իսկապես ոչ միայն նկատեցին, այլև սկսեցին կրակել մեզ վրա։ Մի խոսքով մենք հրաշքով դուրս պրծանք այդ ծուղակից ու հայտնվեցինք Մատաղիս գյուղի մերձակայքում վերսլացող բարտինների մոտ, որոնք էլ կողմնացույցի դեր էին կատարում մեզ համար։ Այստեղ էլ հանդիպեցինք հայ ազատամարտիկների, որոնք ճանաչեցին մեզ։
ինչ թաքցնեմ, սկզբում վախենում ենք, թե ազերիներ են։ Նրանց հետ էլ զրահամեքենայով վերադարձանք Մատաղիս, ապա Մեծ Շեն։ Ահա այսպիսի ոդիսական, որտեղ մեր բախտը նորից բերեց։ Իդեպ այս տեսանյութը, ինչպես եւ շատ այլ հաղորդումներ, եթեր հեռարձակվեց Հայաստանի հեռուստատեսության Արցախյան տարեգրություն ծրագրում, որի հեղինակն էր Ռենալ Միրզոյանը։ Չնայած պատկառելի տարիքին նա պարբերաբար Երևանից գալիս էր Արցախ նկարահանումներ կատարում, հիմնականում վաղամերիկ օպերատոր Վալոդյա Հարությունյանի հետ, վերցնում մեր լավագույն հաղորդումների տեսագրությունը եւ դրանցով պատրաստում Արցախյան տարեգրություն ծրագիրը, որը ժամանակին շատ մեծ հեղինակություն ու լսարան ուներ։ Թալիշի ազատագրումից հետո Բենիկն ու ես մի քանի անգամ եղանք գյուղում, նկարահանումներ կատարեցինք ու տեսահոլովակ պատրաստեցինք Հորեկա վանքի մասին, որի ցուցադրմամբ էլ ավարտում ենք այսօրվա թողարկումը։ Ցտեսություն։